որ այսօր 10-30 մեկնես ամեն Կարապետյանի Հայաստանի հաջորդ վարչապետարանի Կարապետյանի գործող դատականիստը եւ հիմա ընթացքի մեջ է, մասնավորապես դատարանը քննելու է կալանքի երկարաձգման դժգոհությունը։ Մենք երեքականատես եղանք, որ շաբաթօրյա հանրահավաքից հետո գործող իշխանությունները խոճապի մեջ են եւ որոշ կարմիր գծեր են արդեն անցնում, ցանկահասակ երեխաների մայրերի են ձեռք տալում, ինչը մենք չէինք սպասում, որ այդ կարմիր գիծը կհանվեն, մենք հասկանում ենք, որ խոճապը շատ մեծ է այսօր, որտեղ այն բուժկող հանրահավաքը, որ ունեցանք եւ այն կամքը եւ հաստատակամությունը, որ այսօր ունի մեր ժողովուրդը, վկայում է նրա մասին, որ ընդամենը 53 օրից մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Փոփոխությունները գալիս են, փոփոխությունները մոտ են եւ այս իշխանությունները չեն կարողանալու գողանալ ժողովրդի մոտից այդ փոփոխությունը։ Շատ քիչ է մնացել։ Մենք ասել ենք, որ մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, ցանկացած սցենարի եւ այդ բոլոր կետերով ունենք սցենարներ, օրենքի շրջանակներում, սահմանադրությամբ համաձայն օրենքով սահմանված կարգով մեր դիրքորոշումը եւ ժողովրդի կամքը ապահովելու համար։ Ժողովուրդը արդեն ամեն ինչ հասկանում է, ժողովուրդը տեսնում է, թե ինչ է կատարվում եւ հաստատ իր խոսքը ասելու է հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններով։ Ազատություն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին, ազատություն փոփոխությանը։ Շնորհակալություն։